որը ոստիկանության հսկողության ներկա մեկ մեքենաների գողության հետ է կապված, որը գնալով մեր մոտ չի նվազում այդ տեմպը, ամեն անգամ այդ տեմպը աճում է, այնտեղ մտածում ենք, որ օրենսդրական ինչ-որ փոփոխության կարիք ունենք մենք այդ մասով ու կցանկանայի իմանալ ինչ առաջընթաց ունենք, ինչ փոփոխություններ են կարել այդ ուղղության հետ կապված եւ երկրորդը մենք այստեղ երթևեկության անվտանգության հետ կապված մենք լուրջ խնդիր ունենք մարդկանց գիտակցության հետ կապված, այսինքն կարգապահության, երթևեկության մեջ իրենց պահելու կրթության, այսինքն այդ ուղղությամբ կրթական ինչ-որ ռեֆորմ կամ ծրագիր, ինչ առաջընթաց ունենք, մենք ամեն անգամ խոսում ենք այդ կրթական ռեֆորմներ դնելու, դպրոցներում մանկապարտեզում որոշակի ծրագրեր ներգրավելու եւ միշտ այդ խոսակցությունները մնում են միայն խոսակցության տեսքով, ուզում եմ հասկանամ ինչ-որ առաջընթաց կամ ինչ-որ գործողություններ կամ ինչ-որ նախագծեր ունենք մշակած։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գողությունների հետ կապված նկատի ունեք պետհամարանիշների գողությունների մասին էր խոսքը։ Ոչ միայն պետհամարանիշներ, այդ մասը ոնց որ կարգավորեցինք, հիմնականում տենց խնդիր մեջ չկա, մենակ արտասահմանյան մեքենաներին է, որ որոշական այդ մասով չէ, բայց մեքենաների շատ օրինակ կարամ կոնկրետ մոդելներ նշեմ Mazda-ի տեսակի մեքենաների, որ առելի մեծ գողություն այդ մոդելն է, այն Volt-երը, այդ հիբրիդային այդ մեքենաների վրա։ Հասկացա։ Իրականում նման խնդիր ունենք մենք Երևան քաղաքում, ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ նույնպես շատ անհանգստացնում է, բայց դրա հետ կապված ասեմ, տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ կատարում են, ներկայացնում ենք մենք նախաքննական մարմին, վարույթներ եւ տվյալ քաղաքացիները ներկայապես գտնվում են, նորից շարունակում են իրանց ծև գործը։ Բայց գիշեր ու ցերեկ ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություններ իրականացնում ենք, լրացուցիչ ծառայություններ, դուրս են գալիս լրացուցիչ գիշերային ժամերին ծառայություններ, հայտնաբերված խմբեր, ասում եմ, տասնյակ ունենք, որոնք հանդիպում են մշտական, կրկնվում է որոնց մոտ։ Ես ձեր թույլտվությամբ պարոն Անիսյան, նաև հավելում անեմ, որ հիմա օրենսդրական նախաձեռնություն կա շրջանառության մեջ է, շուտով ազգային ժողովում կլինի տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները դարձնում ենք ավելի որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել այդ հանցագործության դեմ։ Շուտով այդ օրենքը ազգային ժողով կլինի, ես նաև համահեղինակ եմ եւ այս խնդիրը ձեր նշած հաշվի առնելով մենք խստացնում ենք բանը այդ հանցագործության դարձնում ենք որակյալ, այսինքն առաջին մասից դարձնում ենք երկրորդ մաս գողության, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ բանանենք, պայքարենք։ Իսկ երկրորդ հարցի մասին հետ կապված ես հիմա խոսքը կտամ մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Տիկին Սվաչյանին եւ այս մասով ես կարծում եմ ինքը անդրադարձ կանի իր զեկույցում ինչ ենք անում կրթական ոլորտում, որովհետեւ այո շատ կարեւոր է, որ մենք կրթական ոլորտում ճանապարհային երթևեկության անվտանգությունը կարողանանք որպես դասավանդվող նույնիսկ առարկա դարձնել եւ սա իր հետագա երկարաժամկետ պլանում լուրջ դրական էֆեկտներ է տալիս։ Շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Գաբոյան։